Երկրի վրա քայլող քաջ արյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Սուրեն Խաչիկի Փիլոսյան, քաջ ու անվախ անմահ հերոս, ծնվել է 1995 թվականի մարտի 19-ին Լոռու մարզի Սարախարտ գյուղում։ Բնավորությամբ շատ համեստ էր, ինքնափոփ, խելոք, համեստ ամաչկոտ, հավասարակշռված ու բարի։ Մի քույր ուներ, իրենից փոքր, մեծն ինքն էր։ 2001 թվականին գնացել է առաջին դասարան, սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Լավ է սովորել, բայց աչքի ընկնել չի սիրել։ Ավարտել է 2012 թվականին։ Շատ էր սիրում ավտոմեքենաներ, քանդում, հավաքում էր, վերանորոգում, միշտ ձգտում էր հասնել իր նպատակներին։ Միաժամանակ մեծ սեր ուներ ընտանի կենդանիների հանդեպ, հոգատար էր, պահում ու կերակրում էր նրանց։ Շրջապատում բոլորը սիրում էին նրա համեստությունը։ Բնավորությամբ հանգիստ, հավասարակշռված ու խելացի անձնավորություն էր։ Բոլորի կողմից շատ հարգված ու գնահատված երիտասարդ։ Բանակ զորակոչվել է 2013 թվականի հունիսի 19-ին Արցախ Հադրութ։ Գնացել է ծառայության, ասելով. «Ես անպայման ծառայելու եմ, էլ ինչ տաղավոր չծառայի, հենց հետ կամ ամեն բան լավ է լինելու»։ Ծառայել է պատվով, հետևում թողնելով պարտադիր ծառայության 24 ամիսներից 19։ 2015 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապաների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց։ Գրանցվել է դիվերսիոն ներթափանցման 8 փորձ, որը մեր հերոս տղերքի շնորհիվ կանխվել է, ժամանակին հավաստանշվելով և կորուստներ կրելով։ Ու դրանից մեկը ճակատագրական եղավ մեր քաջի Սուրեն Փիլոսյանի համար։ Նա զոհվեց 2015 թվականի հունվարի 20-ին։ Որքան էլ սոսկալի է, խոստովանել, չկար մեր տոկուն քաջի գլուխը։ Նրա ծնողներին ու հարազատներին են հանձնել փակ դագաղով։ Նա պայքարել էր մինչև վերջին շունչը և անգթաբար խոշտանգվել հակառակորդի կողմից։ Մինչ զոհվելը բարեխիղճ ծառայության համար բանակի օրվա առթիվ հրամանատարական կազմի կողմից որոշում էր կայացվել նրան պարգևատրել քաջարի մարտիկ մեդալով։ Հունիսի 23-ին պիտի իջներ դիրքերից, որ իմանար այդ մասին, իսկ ամսի 28-ին պարգևատրվեր, բայց չհասցրեց։ Մեր քաջարի հերոսը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության Արիության մեդալով, Երկրապահ կամավորների միության կողմից երկրապահ հուշամեդալով, 2016 թվականի հունվարի 28-ին հայոց բանակի ստեղծման 24-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Արիության մեդալով, ապա Զորամասի կողմից շնորհակալագրով 2021 թվականի գյուղի դպրոցն անվանակոչվել է նրա անունով։ 2023 թվականի հուլիսի 25-ին պարգևատրվել է Զորավար Անդրանիկ մեդալով, իսկ 2024 թվականի նոյեմբերի 20-ին Սպիտակ երկրապահ կամավորների նախագահ
Հայկ Եղազարյանի կողմից պարգևատրվել է Սպիտակի արծիվ հուշամեդալով։ Հայրենի գյուղում կառուցվել է մատուռ՝ ի հիշատակ մեր անսասան քաչի։ Նաև տեղադրվել է խաչքար, իսկ դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվել է նրա անունով։ Մեր անկոտրում քաչ, դու հավերժ ներկա ես ու հավերժ մեր սրտերում կլինես, քեզ միշտ ներկա ենք դնելու։ Իսկ հիմա ննջիր խաղաղության, փառք քո հիշատակին, սխրանքիդ առաջ պատիվ ունեմ։